Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ժպիտով է արձագանքում լուրերին, թե Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով է մասնակցելու ազգային ժողովի ընտրություններին։ Ես ընկած ամբողջ օրը 3-4 անգամ հանդիպում եմ անցկացնում, որ տենանք ինչ են կանում, ես Բարգավաճով գնում եմ, բան։ Абսուրդ է վարկել։ Ժառանգության մոտեցումն է հնարավորինս լայն դաշինքով մասնակցել ընտրություններին, սակայն անուններ այս պահին Արմեն Մարտիրոսյանը նախընտրում է չտալ։ Սև եւ սպիտակի ընտրություն իրականացնել, որովհետեւ ակնհայտ է, որ այստեղ խոսքը գնում է Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության գործունեություն հետագայում եւս շարունակելու մասին։ Բայց եթե դաշինք չստացվի, ապա Ժառանգությունը միայնակ կմասնակցի ընտրություններին։ Համոզված եմ, որ խորհրդարանում Ժառանգությունը նորից ներկայացված կլինի, բայց այս դեպքում լուծված կլինի շատ ավելի փոքր խնդիր։ Մեզ համար առավել կարևոր է երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման, խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր կատարել, իսկ դա ակնհայտ է, որ կարող է տեղի ունենալ միայն միասնական պայքարի, միասնական ջանքերի արդյունքում։ Նախկին падգամավորը հետևել է ազգային ժողովի կանոնակարգ օրենքի փոփոխությունների քննարկմանը։ Առաջին ընթերցմամբ ընդունվել են փոփոխությունները, որոնք Արմեն Մարտիրոսյանին այնքան էլ չեն գոհացնում։ Նա կոնկրետ միտում է տեսնում։ Իշխանությունը, որպեսզի նաև կարողանա կուսակցությունների ներքին կյանքին միջամտել, նկատի ունեմ այն, որ падգամավորը, որը դուրս է գալիս խմբակցությունից կամ հեռացնում է, նորից իր падգամավորությունը պահպանում է։ Սա ըստ էության նշանակում է, որ հասարակության տված քվեն կուսակցությունը չի կարող տնօրինել։ Դա համար միշտ այն համոզմանն եմ եղել, որ падգամավորի հետ կանչի մեխանիզմը պետք է պարտադիր լինի։ Արմեն Մարտիրոսյանը համոզված է միայն այս դեպքում կուսակցությանը տված քվեն կպահպանվի։